Անցնող տարին սկսեցինք նոր հարկերով, հարկերի ավելացումներով, իդեպ հենց 2026 թվականը ևս սկսելու ենք գույքը մոտ 35% թանկացմամբ, եթե ոչ ավելի, ես դրա մեջ որքան էլ փորձեմ, լավը չեմ կարող տեսնել, պաշտոնյաները կտեսնեն իհարկե, որովհետև իրենց հայտարարագրերում դա կերևա ֆինանսների ավելացման տեսքով, այն որ հաջորդ տարի մեր երկրի ամենամեծ խմբերից մեկի թոշակառուների գումարները չեն ավելանալու, բայց ամեն ինչ թանկացել է, դրա մեջ էլ չեմ կարող լավ բան տեսնել, երևի ՔՊԱ-ականները տեսնում են։ Այս տարվա ընթացքում 10-ից ավելի բողոքի ակցիա են արել տարբեր խաբեությունների զոհերը։ Ամեն օր զգուշացնում են, որ այնքան են շատացել խաբեությունները, մարդկանցից փող շորթելը, որ պետք է հերոս լինես չխաբվելու համար։ Իհարկե պետությունը որևէ բանով չի կարողանում նրանց օգնել։ Սրա մեջ լավը տեսնեմ, թե նրա, որ անցնող տարում մենք չենք ունեցել օր առանց փողոցներում կրակոցների ու զոհերի։ Հատկապես տարվա երկրորդ կեսին չի եղել շաբաթ, որ փողոցում ինչ-որ առիթի չհանդիպի մի գործարար անկախ բիզնեսի չափից ու չբողոքի իր բիզնեսի կամ իր ոլորտի դեմ հարկային տեռորից։ Դա էլ ուրախանալու առիթ չէ, ու ոչ էլ այն, որ պետական պարտքը $1 միլիարդ էլ ավելացավ այս տարի։ Այն Նիկոլը կարող է ուրախանալ իհարկե, որովհետև տարվա ընթացքում 30-ից ավելի արտասահմանյան այց ունեցավ, հեծանիվ քշեց այնպիսի քաղաքներում ու մայրաքաղաքներում, որ անգամ երազներում չէր տեսել ու ոչ էլ լսել է դրանց անունը։ Միջին հաշվարկով ամեն ամիս եղել է 3 երկրում ու այնքան շռայլ է ծախսել, որ պետական բյուջեից լրացուցիչ գումար հատկացրին իր չվերթներին։